Ողջույն բոլորին, այսօր պատրաստելու ենք առանց ձվի, առանց լակտոզայի և առանց գլյուտենի մածունով գաթաներ, զարմանալիորեն շատ համեղ է ստացվել։ Խորիզի պատրաստման համար յուղը լցնում ենք թասի մեջ, վրան ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը, ձեռքերի օգնությամբ սկսում ենք ճզմել և մանրացնել։ Շարունակում ենք ձեռքերով խառնել և մաս-մաս ավելացնում ենք ալյուրը։ Ամբողջ ալյուրն ավելացնելուց հետո խառնում ենք մինչև որ կստանանք այսպիսի զանգված։ Խմորի համար շաքարավազը, ձեթը, մածունը, վանիլինն ու սոդան լցնում ենք թասի մեջ և լավ հարում ենք, մաս-մաս ավելացնում ենք ալյուրը, հետևում ենք խմորի պնդությանը։ Վերջում խմորը տեղափոխում ենք սեղանի վրա և շարունակում ձեռքերով հունցել։ Խմորը պետք է լինի չկպչուն և հարմար կրտնակելու համար։ Մի փոքր ալյուր ենք անում և կրտնակում ենք։ Խմորը պետք է լինի 1-ից 2 մմ հաստության։ Խորիզը առատորեն տարածում ենք ամբողջ խմորի երկայնքով և ռուլետի նման պտտում։ Կրտնակով մի քիչ վրայով անցնում ենք, տափակացնում, վրան պատառաքաղով նախշեր անում ու եռանկյունաձև կտրատում։ Ստանում ենք այսպիսի սիրունություն։ Գաթաները դնում ենք ջեռոցի տարայի մեջ, վրան անում ձեթ, տեղափոխում ջեռոց և պատրաստ են։ Բարի ախորժակ։